Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի հետ կապված կողմերը շարունակում են ունենալ տրամագծորեն հակառակ կարծիքներ։ Մինչև Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Հայաստանը հենց այս պահին պատրաստ է բացել սահմանները եւ ապահովել թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների համար ելումուտ Հայաստանի տարածքով, Ադրբեջանի ղեկավարը հանդիպում է ունենում ադրբեջանական հասարակության ներկայացուցիչների հետ եւ այլ կերպ մեկնաբանում հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան։ Իլհամ Ալիևը շարունակում է խոսել ներկայի եւ ապագայի իր ձեռքբերումների եւ հաղթանակների մասին, ըստ էության ցույց տալով, որ իրենց բոլոր պահանջները ժամանակի ընթացքում կատարվելու են։ Սա բնականաբար հակասում է խաղաղության այն օրակարգին, որ առաջ է քաշում Հայաստանի իշխանությունը։ Բացի այդ, արագ կերպով բեռնատարների ելումուտ ապահովելն էլ բավականին լուրջ դժվարություններ է առաջացնելու եւ պահանջում է բավականին մանրակրկիտ եւ տքնաջան աշխատանք, քանզի բեռնատարների ելումուտը Հայաստանի Հանրապետության տարածք դա միայն պայմանավորված չէ Հայաստանի Հանրապետությունով։ Երկու տարբերակը կամ բեռնատարները մտնելու են Հայաստանի տարածք իբրև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք եւ սա ենթադրում է երեք կողմի համար նախատեսված որոշակի պարտավորությունների կատարում, մաքսավճարների մուծում եւ ուրեմն ապրանքների ձևակերպում, կամ բեռնատարները չեն ձևակերպելու, որ ինքնին հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքներին եւ ուղիղ կերպով սպառնալիք է Հայաստանի սուվերենությանը։ Ինչևէ, այս հարցերը դեռևս կարգավորված չեն եւ այդ պահին հայտարարել, թե ադրբեջանական եւ թուրքական բեռնատարները կարող են մտնել Հայաստանի Հանրապետության տարածք եւ դուրս գալ, հույս ունենալով, որ նույնը կանեն նաեւ ադրբեջանական կողմը, ըստ էության չարթարացրին իրենց։ Ադրբեջանցիները հստակ ցույց են տալիս, որ իրենք պատրաստ չեն խաղաղության եւ իրենք ըստ էության ոչինչ չեն անելու երկուստեք այդ ճանապարհի շահագործումն ապահովելու համար։ Ադրբեջանը ստանալու է ամեն ինչ կամ փորձում է ստանալ ամեն ինչ, որպեսզի անարգել կապվի Թուրքիայի հետ, անարգել կապվի Նախիջևանի հետ, բայց դրա փոխարեն Ադրբեջանում մինչ օրս հստակ չեն նշում, թե ադրբեջանական կողմի պարտավորությունը որն է լինելու, այսպես կոչված Թրամփի մայրուղու հետ կապված։ Այդ ճանապարհը Գորիսում ավարտվելու է արդյոք, թե շարունակվելու է Ադրբեջանի տարածքով, որ ուղղությամբ է շարունակվելու։ Ինչ երաշխիքներ կան, որ բեռները առանց խնդրի կարող են անցնել Ադրբեջանի տարածքով։ Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ դեռևս պատասխաններ չկան։ Ամերիկյան վարչակազմի կողմից վարվող քաղաքականությունն էլ ցույց է տալիս, որ ըստ էության Թրամփը ստացավ այնինչ ինքը ցանկանում էր։ Ինքը հերթական անգամ բնութագրվեց իբրև միջազգային խաղաղարար, բայց ցավոք սրտի դրա համար չստացավ Նոբելյան մրցանակ, բայց ինչպես ասում են, այս տարի չստացավ, մյուս տարի կստանա։ Կարևորն այն է, որ Թրամփը ամեն անգամ ավելացնում է խաղաղության իր հավաքածուների թիվը եւ դրանց մեջ անշուշտ կարևոր է իր համար հայ-ադրբեջանական խաղաղությունը։ Թրամփը արդեն սովորել է Ադրբեջան անվանումը ճիշտ արտաբերել եւ սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ կապված Թրամփը իր պլաններն ունի, որն ըստ էության եւ բնականաբար չի տեղավորվում Թրամփի մայրուղու տրամաբանության մեջ։ Թրամփին այդ ճանապարհը պետք է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար, բայց ինչպես ինքն է նշում, երրորդ կողմին էլ է տրվելու հնարավորություն այդ ճանապարհը շահագործել։ Հետևաբար հայկական կողմը կարծում ենք ավելորդ շտապողականություն է ցուցաբերում, առաջինը պատրաստակամություն հայտնելով բացել բոլոր փակ ճանապարհները։ Բնականաբար ճանապարհները պետք է բացվեն։ 21-րդ դարում փակ ճանապարհներ լինել չեն կարող, բայց դա ունի իր գինը եւ յուրաքանչյուր պետություն պետք է պատրաստ լինի վճարել այդ գինը։ Նաև մի փոքր անդրադարձ կատարենք հայ-թուրքական հարաբերություններին այս կոնտեքստում։ Հականայտ է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կարծես թե դոփում է տեղում։ Չնայած հայկական կողմի պատրաստակամությանը, չնայած հայկական կողմի հայտարարություններին եւ քայլերին Արարատ սարի հետ կապված, հայոց ցեղասպանության հետ կապված, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ կապված, թուրքական կողմը կարծես թե չի գնահատում այդ քայլերը։ Եվ Հայաստանի վարչապետը ստիպված է օրեր առաջ ընդունել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մի օր։ Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ հայ-թուրքական սահմանը մի օր կբացվի, բայց դրա համար չէր հայկական կողմը նախաձեռնել այս ամենը, դրա համար չէր հայկական կողմը պատրաստ ամեն ինչ զիջել հայ-թուրքական սահմանը բացելու համար։ Պարզվում է, Թուրքիան ոչ միայն պատրաստ չէ, այլև այդ մասին մի քանի անգամ ենք ասել նաև մեր հաղորդումների շրջանակներում, ինքը չի էլ բացելու այդ սահմանը, քանզի դա թուրքական կողմին պետք է Հայաստանի վրա ճնշում գործադրելու, Հայաստանից առավելագույնը պոկելու եւ իր համար, եւ իր կրտսեր եղբայր Ադրբեջանի համար։
Ինչևէ, սպասենք տեսնենք, թե ճանապարհների ապաշրջափակման հարցի վերջո ինչ լուծում է ստանալու եւ ստանալու է արդյոք լուծում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Չին-ամերիկյան հարաբերությունների հետ է կապված։ Վերջին շրջանում Չին-ամերիկյան հարաբերությունները կտրուկ լարվել են։ Տրամպը բացահայտ տնտեսական պատերազմ է սկսում Չինաստանի դեմ, հետո հետքայլ է կատարում, հետո նորից հարձակման է անցնում, ըստ էության փորձելով Չինաստանի համբերությունը, բայց մի բան ակնհայտ է. Միացյալ Նահանգների տնտեսությունը չի կարող զարգանալ առանց չինական հազվագյուտ մետաղների։ Հետևաբար Թրամփը պետք է գնա որոշակի զիջման։ Հարավային Կորեայում կայացավ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումը, որը Թրամփը աննախադեպ որակեց։ Իհարկե Թրամփը սովորաբար նման հանդիպումները աննախադեպ է որակում, բայց փորձենք հասկանալ ինչ կատարվեց այդ հանդիպման նախօրեին եւ ինչը պատճառ դարձավ, որ Թրամփը այդ հանդիպումը աննախադեպ որակի։ Այն, որ Չինաստանը ամուր է իր դիրքերում եւ Չինաստանը հետքայլ չի կատարում, սա արդեն մենք տեսնում ենք մի քանի ուղղություններով։ Բացի այդ հանդիպման նախօրեին շատ կասկածելի հանգամանքներում Չինական ծովում վթարի ենթարկվեցին միանգամից 2 ամերիկյան ռազմական ինքնաթիռներ։ Իհարկե ամերիկյան կողմը շտապեց հայտարարել, որ դա ընդհանրապես տեխնիկական խնդիրներ են, բայց մի փոքր տարօրինակ է նույն ժամանակ նույն ծովում 2 ինքնաթիռ նույն տեխնիկական պատճառներով վթարի ենթարկվեն։ Իհարկե չենք ասում, թե սա հնարավոր չի, բայց միջազգային մամուլը արդեն սկսում է խոսել, որ սա չի եղել առանց չինական հատուկ գործողությունների։ Ըստ էության միջազգային մամուլը նաև նշում է, որ Չինաստանը հատուկ ռադիոէլեկտրոնային միջոցների գործադրմամբ ստիպել է, որ ինքնաթիռները վթարի ենթարկվեն։ Եվ Թրամփը սա տեսնելով եւ սա հասկանալով ըստ էության ինքը հասկացավ, որ Սի Ցզինպինի մտադրությունները ըստ էության բավականին լուրջ են։ Սի Ցզինպինը տրամադրված է իհարկե նորմալ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ, բայց դա չի պատրաստվում անել իր ազգային անվտանգության շահերի հաշվին։ Դրա համար է Թրամփը հայտարարում, թե այդ հանդիպումը աննախադեպ էր եւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւս աննախադեպ էին։ Համենայն դեպս մինչև այս պահը մենք չենք տեսնում այդ պայմանավորվածությունների արդյունք։ Չինական նավթային ընկերությունները ինչպես գնել են, այնպես էլ շարունակում են գնել ռուսական նավթը։ Նույնը անում են նաև հնդկական նավթային ընկերությունները։ Այսինքն կարող ենք այստեղից անել հետևություն, որ Թրամփի ցանկացած հայտարարություն պետք չէ լուրջ ընդունել։ Համենայն դեպս հայտարարությունների ճնշող մեծամասնությունը, որտեղ ինքը խոսում է աննախադեպ ձեռքբերումների եւ հաջողությունների մասին։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե Չին-ամերիկյան հարաբերություններում ինչպիսի նոր զարգացումներ են լինելու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, այս անգամ Ճապոնիայի հետ է կապված։ Ճապոնիան ունեցավ իր պատմության մեջ առաջին կին վարչապետը եւ վերջինս արդեն շտապեց հանդես գալ աղմկահարույց հայտարարություններով։ Հարցազրույցներ տալով ճապոնական լրատվամիջոցներին Ճապոնիայի վարչապետը նշում է, որ իրենք պետք է պատրաստ լինեն Կորեյան կղզիները ռազմական ճանապարհով հետ բերելու։ Սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայի վարչապետը բացահայտ նման հայտարարություն է անում։ Այսինքն ստացվում է, որ վերջնականապես ամբողջանում է նոր առանցք, ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կար Բերլին-Հռոմ-Տոկիո առանցքը, հիմա էլ ակնհայտորեն ուրվագծվում է եւ ամբողջացվում է Վաշինգտոն-Բրյուսել-Տոկիո առանցքը։ Տոկիոն հանձնառություն է ստանձնում սրել իրավիճակը Հեռավոր Արևելքում։ Սա աննախադեպ երևույթ է եւ կարող է բավականին լուրջ իրադարձությունների հանգեցնել Հեռավոր Արևելքում։ Հաշվի առնելով, որ Ճապոնիան կղզի է, հետևաբար բոլոր վտանգները, որոնք ունեն կղզի պետությունները, Ճապոնիան բնականաբար այդ վտանգները եւս իր վրա զգալու է։ Այս ֆոնին ռուսական կողմը հայտարարում է, թե իրենց հաջողվել է բավականին լավ եւ հաջող փորձարկում իրականացնել Պոսեյդոն սուզանավի, որը անօդաչու սուզանավ է, բայց միջուկային ռեակտորով։ Ինչպես իրենք են ասում, սա աշխարհի վերջի զենքն է եւ վերջին օրվա համար նախատեսված զենքն է։ Ճապոնիան սրանից պետք է բնականաբար հետևություններ քաղի եւ նաեւ պետք է հաշվի առնի մի հանգամանք։ Հյուսիսային Կորեան այն Կորեան չէ, ինչ որ կար 5 տարի առաջ։ Հյուսիսային Կորեայի բանակը բավականին լուրջ պատրաստություն է անցել նաև Ուկրաինայի դեմ պատերազմում եւ դա Հյուսիսային Կորեան չի հերքում։ Բացի այդ, Հյուսիսային Կորեան այսօր նաև տեխնիկական եւ հրթիռային լուրջ տեխնոլոգիաների է տիրապետում, կարողանալով նաև արբանյակ հանել տիեզերք եւ այնտեղից հնարավորություն ունենալ վերահսկել անգամ Խաղաղօվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ ավիաբազան։ Սա լուրջ մարտահրավեր է եւ սրան Ճապոնիան կարծում ենք բավականին լուրջ պետք է վերաբերվի։ Այնպես որ կին վարչապետի հայտարարությունը այս բանին փորձենք որակել իբրև առաջին հերթին պոպուլիստական, բայց զուրկ որևէ հնարավորությունից եւ զուրկ որևէ տրամաբանությունից, քանզի եթե Աստված մի արածце Ճապոնիան որոշեց իրոք ռազմական գործողություններ ձեռնարկել Կորեյան կղզիների հետ բերելու համար, դա կարող է ոչ միայն աննախադեպ հետևանքներ ունենալ ողջ Հեռավոր Արևելքի համար, այլև կարող է հանգեցնել ուղիղ միջուկային հարվածի Ռուսաստանի կողմից։ Իսկ դրանից հետո
ինչ կմնա Ճապոնիայից, սա արդեն երկրորդ հարցն է, որին մենք կարծում եմ առաջիկայում կանդրադառնանք։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։